Բարև ձեզ ժողովուրդ, գիտեք, բոլոր ժողովրդին կարող եմ ասել, բայց անձամբ վիդեով եմ ասում, որ մեր քաղաքական գործիչները հարցը լսեն, եթե կարող են նաև մտածեն այդ հարցի շուրջ։ Գիտեք, բոլոր մարդկանց մտքով հիմարություններ անցնում է, բոլորի, բայց խելոքը հիմարից տարբերվում է այն երևույթով, որ այն բանով, որ խելոքը իր հիմար մտքերը չի բարձրաձայնում, հասկանում է, որ հիմարություն է, իսկ հիմարը բարձրաձայնում է։ Իսկ նուրբ եմ ասում հիմարը, չեմ ասում գիժը կամ ապուշը, բայց ամեն մի բարձրաձայնած միտք հստակ կարաս ասես գիժեր, ապուշեր, թե հիմար էր։ Նենց որ երբ խոսում եք, մտածեք, համապատասխանում է ձեր կարգավիճակին, թե չի համապատասխանում, իսկ եթե համապատասխանում է, մի նեղացեք, իսկ եթե չի համապատասխանում, իմացեք, որ դուք եք մեղավոր, ու դուք հասկացել եք հիմարություն եք ասում, գժություն, բայց միևնույն է բարձրաձայնել եք մի հոգու մոտ չէ, մի ամբողջ ազգի մոտ, չեմ ասում միայն քաղաքական գործիչների ելույթներ լսում ոչ միայն մեր ազգը, որ ադրբեջանցիները ծիծաղում են մեր վրա, որ ռուսերը մարդատեղ չեն դնում, որ եվրոպացիները ոնց ուզում ֆռացնում են, այդ երևույթները բոլորը կապված են ձեր ելույթների, ձեր բարձրաձայնած հարցերի, պատասխանների շնորհիվ։ Իսկ եթե ինչ-որ մեկ ազգ հարգում է, մի հատ փնտրեք, տեսնեմ, ես չեմ տեսնում, որ գժտեղ կամ չգիտեմ, կարաք ասեք, մեր Զանգեզուրի ճանապարհը ինչ է խառնվել, ով ասես թե այդտեղ ձայն ունի բացի իմ երկրի ղեկավարներից։ Էլ Պուտինն է գնում Իրան, էլ Ալիևն է գնում այստեղ, էլ Էրդողանն է ելույթներ տալիս։ Ես չեմ հասկանում, այդ մեր երկրի միջանցքն է կամ ճանապարհն է, թե ուրիշ երկրի։ Մեր հետ չեն քննարկում, գնում են Բաքու, խոսում են, հետո գալիս են մեր մոտ այռապորտում փաստաթղթեր են տալիս ստորագրել, լայնախ չեն անում, այնքան թքած ունեն, մի հատ մեր երկիր մտնեն, այռապորտը Հայաստան չի, Զվարթնոցը Հայաստան չի, այդ միջազգային տարածք է, Հայաստան չեն մտնում, այռապորտում ասում են եկեք ստորագրեք, ընդեղ Ալիև հետ խոսացել ենք, ինչ պետք է Բաքվից են գալի, Բաքվից գալիս են Երևան, այռապորտում իջնում են ու գնում են իրանց երկիր։ Ով ասես թե ելույթ չի անում, ով ասես թե պլաններ չի ներկայացնում, ռուսերը իրենց պլաններ ունեն, իրանցիները իրենց պլաններ ունեն, Եվրոպան իր պլան ունի, Ամերիկան իր պլան ունի, թուրքերը իր պլան ունեն, ադրբեջանցիները իր պլաններ ունեն, միայն մեկ չունենք, ժողովուրդ, միայն մեկ չունենք։ Ես անգամ այդ միջանցք չեմ տեսել, էլի միջանցքի համար այդ համաձայնությունն է պետք է երկրի։ Հələ ասում են ճանապարհը, եթե մեր քաղաքացիները կանգնած չեն, դա ճանապարհ չի։ Եթե երկրորդ գիծն են կանգնած եւ ոչ մի անկներ չունեն, այդ ճանապարհ չի։ Միևնույն է, թուրքա կանգնած, ամերիկացին, եվրոպացին, ով է կանգնած, դու չես կանգնած, ունենաս վերջ միջանցք կա։ Նես չի, որ թուրքն է կանգնած միջանցք կա, ամերիկացին է կանգնած միջանցք չի։ Իսկ երկրորդ գիծը, որոշումներ կայացվում է Հայաստանը, այդ ճանապարհը միջանցքը, հա, այդ ժամանակ դառնում է, եթե երկրորդ գծում կանգնած է հայերը եւ իրենք են որոշումներ կայացնում, ինչ թողեն, ինչ չթողեն, անցնի, չանցնի, հա, այդ արդեն բան է, այդ ճանապարհը, բայց ինչ անշնակում դեմքը չտեսնեն եւ որոշում չկայացնելու եւ հետո ձգվում է, այդ ամեն հետո ձգվում է նրա համար, որ Ալիև ուզում է որոշումների երկրորդ գծում հայերը որոշեն։ Ոչինչ ուզած եղավ հայի դեմք չտեսեն, մեր տարածքից մտնում, եթե ճանապարհը այդ մեր ճանապարհն է, մեր երկրով, ոչ թե մեր երկիր մտնես ու մեր դեմքը չտեսնես։ Գնա ուրիշ ճանապարհով։ Այդ մեկ, մենք եւ ոչ մի ճանապարհ չունենք։
կներեք, այս 44-43 կիլոմետր մասին զզվցրեցին, ով ասես թե չի խոսում, ով ասես թե խնդիր չի խոսում, բացի մեզնից բոլորը տեղ պլաններ ունեն, բոլորը իրենց կարծիքներ ունեն, բոլորը, մնացել են մենակ Ավստրալիայից, մեկ էր բանից էտա, Յուժնի պոլիսին Անտարկտիդայից, պինգվինները, գան իրանք էր իրանց կարծիքը, իրանց պլանները հայտնեն մեր ճանապարհի Զանգիզուրի միջանցքի լուրջ եմ ասում, ով չի ասում, Կիտայի չի խոսում, Ռուսաստանը չի խոսում, Եվրոպան չի խոսում, Ամերիկան չի խոսում, Թուրքիան չի խոսում, ով չի խոսում։ Բացի մեզնից, ում հետ չեն համաձայնացնում այդ ճանապարհի գործունեությունը։ Բոլորիդ բացի մեր հետ։ Մեր հետ գայսեն аэропորտում ասում են ստորագրի։ Ասում են մնացել է մենակ Յապոնացիները կան, ավստրալիացիները կան, մեկ է Անտարկտիդայից պինգվինները։ Կան այդ ճանապարհի մասին խոսան։ Էտա մեր վիճակը։ Որոշում են միջազգային կառույցներ եկեն ոնց այդ մտարով էր։ Եկել են որ ասել են որ մեր լավ վիճակում է մեր ատոմակայանը, Ադրբեջանը Турցիան ասում չէ վատ վիճակում է։ Взрывоопасно. Откуда взрывоопасно? Ռոտորը взрывоопасно դե խորքում է։ Շատ խորն է, տակն է ջուր է։ Եթե այդքան խորք մի բան լինի, միոնասա գնալու է գետնի տակ։ Եվ ես չգիտեմ, մագատն գալիս ասում ամեն ինչ նորմալ է, ստուգում է մասնագետները բանման, Էրդողանն ու Ալիևը ասում են չէ, վտանգավոր է, մասնագետ ես բերել, կոմիսիա եկել, մասնագետն եկել, ասել են նորմալ է։ Ալիև ինչի հիման վրա ես ասում վտանգավոր է։ Էրդողան ինչի հիման վրա ես ասում, կոֆեի բաժակ ես նայել, հա։ Матица тот из кашель, кофе и бажак есть наел. У тебя вещи сны снятся тебе. Մեկ չկա բերներին գա, ժողովուրդյան, ճանապարհը միջանցք չի կարելի, դա չի կարելի տա, ժողովուրդյան, ինչքան ասում էինք, որ Արցախը դարպասներ են Հայաստանի, Արցախը որ տանք Հայաստան են մտնելու, չեք հավատում, հիմա էլ ասում ենք Սյունիքը, այդ ողնաշարն է Հայաստանի, չլինի, փլվելու է Հայաստանը սաղ, չի լինելու է տիկ-տակը, ժողովուրդ չի կարելի, խնդրում եմ, չի կարելի, ատոմակայանը չի կարելի փակել, չի կարելի ու վերջ, չի կարելի ճանապարհը միջանցք սարքել, չի կարելի ու վերջ, չի կարելի։ Պիչայց ստորագրեք, դեռ նժդերն այդ ճանապարհի համար հոգացել։ Գիտեք, նոր է այդ հարցը բարձրացել, դե Լևոնի ժամանակվանից ասում են Արցախը 5+2-ը ձեզ վեցրեք, Սյունիք էր, փոքրիկ Սյունիքը տվեք մեզ, այդ ամբողջը ձեզ վեցրեք։ Մեր նախագահները ասում ենք խոմ հիմար չենք, այդ տվեցինք Հայաստաններ է գնում, Արցախներ է գնում, 5+2-ներ է գնում։ Այդ նոր չէ, պասը նոր արդեն վաճառում են, բաժանում են շուխուրահելեր, այդ ամեն ինչը շատ շուտվանից կար, շատ շուտվանից, կոմունիստների ժամանակվանից դեռ կար հարցեր բարձրացնում ժամանակ առ ժամանակ։ Ինչ Նախիջևանը դադարեցին, իրանցով լցրեցին, արդեն հարց էին բարձրացնում, կոմունիստների ժամանակ սահմանները վերանայվում էր։ Ես գիտեմ Վլադիմիր Մովսիսյաններ ու մի քանի ուրիշ հոգի, մա չեմ կարողանում հիշեմ, իրանք են գնում ապացուցում են, որ ես մերն է։ Այդ նորություն չի որ ուզում, բայց մենք միշտ հասկացել ենք, չի կարելի այդ ճանապարհը տալ։ Այդ ցավը տանեմ, այդքան ուղեղ չունենք, այդքան ֆայն չունենք, գիտելիք չունենք, պետք է ելույթ հավանից գային մեզ ասեն ինչ-ինչից հետո, Վայ։ Հաջողություն։